Գիտեք ինչ է հիբրիդային պատերազմը։ Գիտեմ։ Իսկ ձեր կարծիքով ով է Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ գործում։ Ռուսաստանը։ Ոչ, չգիտեմ։ Իսկ ով է Հայաստանի դեմ պատերազմ գործում։ Հիբրիդային պատերազմը, չէ։ Нет. Если որն է։ Որ ընտրությունների ժամանակ ստուգումներ են իրականացվել, որպեսզի տեխնիկական չգիտեմ։ Չգիտեմ։ Ես ասի պոլիտիկի բան եմ։ Գիտեմ։ Իսկ Դուք սովորեք։ Ես գիտեմ, իսկ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ կլինի։ Գնում ելնի։ Ռուսները ինչ ասես անում են։ Չէ, բան չգիտեմ։ Իմանայի, Այո, բայց ես շտապում եմ, գներեք։ Չէ, ոչ։ Ոչ գիտեմ։ Չգիտեմ։ Իսկ ձեր կարծիքով ընտրությունների ժամանակ կլինեն հիբրիդային պատերազմներ։ Հիմա էլ կա, այն վաղտեն ավելի շատ։ Որ երկրի կողմից է։ Հուսիսային, Իսկ մեր իշխանությունները չեն ուզում հայտնել անունը։ Ձեր կարծիքով որովհետև պետք չի։ Ամեն բան չեն բարձրաձայնում։ Չէ։ Հա, գիտեմ, բայց շտապում եմ գնալ։ Չէ։ Իսկ կա հիմա։ Իհարկե, միշտ կա։ Այ պատերազմ գիտես կանապ են կան։ Դայ ոտ։ Հա, Իսկ ձեր կարծիքով հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ ինչ որ երկրից կլինեն հիբրիդային պատերազմի։ չէ լավ, սկրապ։ Ոչ։ Հիբրիդային պատերազմ։ Չէ, երևի այդ ինտերնետի հետ կապված, հա, այդ տիպի։ Որ միջամտություններ են անում ընտրությունների ժամանակ, փորձում են ձեր կարծիքով Հայաստանում ընտրությունների ժամանակ ուրիշ երկրներից կլինեն միջամտություններ։ Չգիտեմ, բայց ամենակարևոր բառը, որ ուզում եմ ասեմ, մահ ԿՊ-ին։ Հա, ներկապային հիբրիդային պատերազմի մեջ է երկրագունդ է։ Չեմ կարող ասեմ ում կողմից, բոլորն էլ իրանց տերն ունեն։ Իսկ արտաքին երկրներից կլինեն որևէ մեկը, որ ընտրությունների ժամանակ հիբրիդային պատերազմ կանեն։ Իսկ ընտրությունների միջամտություն կանեն։ Չեմ կարծում այդպես ռիսկի լինեն։ Իսկ ձեր կարծիքով ընտրությունների ժամանակ ուրիշ երկրներից միջամտություն կլինեն։ Երևի, Իսկ ով կանի այդ միջամտությունը, որ երկիրը կանի։ ես չգիտեմ այդքանը, բայց երևի կանեն։ Չէ։ Երբ որ տեխնիկապես փորձում են միջամտել ընտրություններին, ձեր կարծիքով կա ինչ-որ երկիր, որ կմիջամտի Հայաստանի ընտրություններին։ Կլինի Որ երկիրը կլինի։ Ռուսաստանը։ Բայց մեր իշխանությունները չեն ուզում Ռուսաստանի անունը հայտնել։ Դե չեն ուզում, դա քիչ է որ չեն ուզում։ Բայց կլինեն միջամտություններ։ Կլինեն, անպայման կլինեն։ Չէ, չգիտեմ դա ինչ բան է։ Երբ որ ընտրությունների ժամանակ փորձում են միջամտել տեխնիկապես, ձեր կարծիքով Հայաստանի վրա կլինի միջամտություն։ Իհարկե չեմ պատկերացնում, ուղղակի հարց է, հարցի իմաստը չեմ հասկանում։ Ինչ է նշանակում ազգային ժողովի վրա ավտել, այսինքն ինչպես են ավտել։ Ընտրությունների ժամանակ հիմա Հայաստանը դիմել է Եվրամիությանը, որպեսզի հիբրիդային պատերազմը կախարդելիչ թիմ ուղարկի։ Ընտրությունների ժամանակ որպեսզի միջամտություններ չլինեն։ Ձեր կարծիքով կլինեն։ Լսեք, նման բան չկա, գոյություն չունի եւ չի լինի։ Չի լինի նման բան, դա պարզապես երազանքներ, ֆանտազիայի մեջ է այդքան բան։ Ոչ մի երկրից միջամտություն հունիսի 7-ին Իմաստ չունի, իմաստ չունի, բացարձակ։ Ընտրվելու են այդքան բան, անկախ նրանից, իշխող կուսակցությունը նկատի ունեմ, մեկը ընտրվելու է, հասկանում եք, անկախ ամեն ինչից մի խոսքով, չեմ ուզում երկարացնեմ, անկախ ամեն ինչից։ Հիբրիդ բառը գիտեմ, եթե դա օգտագործում ուրեմն խառնածին էլի դες, հիբրիդ։ Ձեր կարծիքով կլինեն ուրիշ երկրներից հիբրիդային պատերազմներ ընտրությունների Ես ժամանակ։ քաղաքագետ չեմ կարող իմանալ Վալիկ ջան, մեր երկիրը սրա ամենախաղաղ երկիրն է։ Իսկ ընտրությունների ժամանակ ուրիշ երկրներից միջամտություններ կլինեն։ Ոչ, բացառված է դա։ Իսկ ինչու է իշխանությունները դիմել Եվրամիությանը, որպեսզի օգնեն իրենց ընտրությունների ժամանակ հիբրիդային պատերազմների դեմ։ Ես տեղյակ չեմ դες, բայց ճիշտ ասած թվում է դες բան ասած չպետք է լինեն։ Վստահ չեն իրենց ժողովրդին որ դրսից են կանչում։ Չեմ ենթադրում, չէ։ Որպես դիտորդներ են կանչում։ Որպեսզի օգնեն ընտրությունների ժամանակ հիբրիդային պատերազմներ չլինեն։ Չի լինի, բալես հանգիստ քնեք, չի լինի։